Սաղմոս Դավթի 30-րդ գլուխ։ Հույսս դրի քեզ վրա Տեր, թող յավետ ամոթով չմնամ, քո արդարությամբ փրկիր եւ ազատիր ինձ, դեպի ինձ էլ խոնարհեցրու ականջը քո փութայինց պաշտպանել, եղիր իմ պահապանը Աստված եւ իմ փրկության ապաստարանը, քանզի իմ ուժն ու ապավենն ես դու։ Քո անվան համարն ինձ առաջնորդ եղար եւ սնեցիր ինձ, ինձ կանես այն որոգայթից, որը լարեցին իմ դեմ։ Դու ես պաշտպանն իմ Տեր, եւ ես քո ձեռքն եմ յանձնում իմ հոգին, Տերն Աստված փրկիր ինձ քո ճշմարտությամբ։ Ատեցին նրանց, ովքեր երկյուղ են կրում սնոտապար, ես հույսս դրեցի Տիրոջ վրա, պիտի ցնցամ եւ ուրախանամ քո տված փրկությամբ։ Տեսար իմ նվաստությունն, ինձ փրկեցիր վշտից, ինձ չմատնեցիր նեղողներիս ձեռքը, ոտքերս լայնածակ վայրում հաստատեցիր։ Ողորմիր ինձ Տեր, քանզի ճնշված եմ ես սրտնեղությունից, խռոված են իմ աչքերը հոգին ու որովայնս, կյանքս սպառվեց վշտից ու ցավերով, տարիներս հոգոցն անելով։ Դժվարությունից տկարացավ ուժն իմ եւ ոսկորներս մաշվեցին։ Իմ բոլոր թշնամիներիցս ավելի ես դրացիներիս համար նախատինք եղա եւ ծանոթներիս համար սոսկալի ահուսարսավ, բոլոր նրանք, ովքեր տեսնում էին ինձ, հեռու էին փախչում ինձնից, սրտերից մոռացվեցի, ինչպես մեռել, նմանվեցի անպետք անոթի, քանզի բամբասանք լսեցի շատերից, որոնք իմ շուրջն էին հավաքված։ Իրար գլխի նրանք ուզում էին առնել իմ հոգին, բայց ես Տեր հույսս դրեցի քեզ վրա, ասելով դու ես Աստվածն իմ եւ քո ձեռքում է իմ ժառանգությունը, փրկիր ինձ իմ թշնամիների ձեռքից եւ ինձ հալածողներից, ցույց տուր երեսդ քո այս ծառային պահպանին ինձ Տեր քո ողորմությամբ։ Տերն ամոթով թող չմնամ, որ հույսս դրեցի քեզ վրա, թող ամբարտավաններն ամանչեն եւ դժոխք իջնեն, եւ թող պապանձվեն նենք շրթունքները, որոնք ամբարտավանությամբ եւ արամարանքով չարախոսում էին արդարի մասին։ Որքան շատ է քո ողորմություն, քաղցրությունը, Տերը, որը պահեցիր երկյուղացիներիդ համար, դու այն շնորհեցիր նրանց, որոնք իրենց հույսը դրել էին քեզ վրա, մարդկանց որդիների առջև։ Մարդկանց խռովություններից պահպանեցիր նրանց, քո երեսի ծածկույթով լեզուների հակառակությունից թաքցրեցիր նրանց, քո վրանում օրհնյալ լինի Տերը, քանզի ողորմությունն իր հրաշագործեց ամուր խաղաղում։ Շփոթության մեջ ես ասացի, թե այլևս ներում մնացի աշխիժն առջևից, սակայն դու լսեցիր ձայնն իմ աղոթքի եւ աղաղակեցի քեզ։ Սիրեցեք Տիրոջը բոլոր սրբերը նրա, քանզի Տերը ճշմարտություն է փնտրում եւ խստությամբ է ատուցում նրանց, ովքեր շատ են ամբարտավանանում։ Քաջալերվեցեք ամենքդ, որ հույս եք դրել Տիրոջ վրա, եւ թող ձեր սրտերը զորանան։